Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 4,4%-ով։ Սա ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալն է։ Ըստ այդ պաշտոնական տեղեկատվության նշված 10 ամիսներին պարենամթերքը Հայաստանում թանկացել է 4,3%-ով։ Ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների ոլորտում արձանագրվել են գնաճ համապատասխանաբար 4,7% եւ 1,2%-ով։ 15 թվականի հոկտեմբերին 14 թվականի հոկտեմբերի համեմատ սպառողական գները հանրապետությունում աճել են 1,9%-ով։ Պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0,9% եւ հիմնական գնաճը պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 5,8% գնաճով։ Սակայն ուշագրավն այն է, որ երբ Հայաստանում տեղի ունենում գնաճ, ամբողջ աշխարհում բոլորովին այլ պատկեր է։ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության պաշտոնական տվյալներով ամբողջ աշխարհում պարենամթերքը էժանացել է 25-ից 30%-ով։ Շուկայական տնտեսության տարրական կանոնների համաձայն աշխարհում էժանացած պարենամթերքը պետք է հոսեր Հայաստան ու այն էժանանար նաև Հայաստանում։ Այստեղ հարց է առաջանում՝ ինչու նման բան տեղի չի ունենում եւ ինչու հայաստանյան գները ընդհանրապես կապ չունեն համաշխարհային իրականության հետ։ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած արդյունքներն այդքան էլ արժանահավատ չեն։ Երբ որ գնահատվում է գնաճը կամ գնանկումը, գոյություն ունի 470 ապրանքների եւ ծառայությունների ցանկ, որը վերահսկվում է, այսինքն հետևում են, մոնիտորինգ եւ այդ թվերը ստանում են։ Իսկ ճիշտ ձևը, չնայած այլ է ճիշտ, բայց ավելի կոնկրետ ձևը, որպեսզի մենք տեսնենք պատկերը, պետք է վերցվի 25-ի շրջանակներում ապրանքներ եւ ծառայություններ եւ այդ շրջանակներում նայել գնաճի վիճակը։ Սա արդեն ցույց կտա իրական վիճակը, որտեղ կան շատ ապրանքներ, որոնք մարդը իր կյանքում գնում է մեկ անգամ կամ երբեք չի գնում։ Եվ դրանց գնային ելևէջները ազդում են ընդհանուր պատկերի վրա, պատկերը պարզ չի երևում։ Հետաքրքրական է նաև, որ վերջին տարիներին համաշխարհային շուկայում զգալիորեն նվազել է նաև բենզինի գինը, սակայն այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինը նվազել է 0,1%-ով։ Ածխաջրածինները ամբողջ աշխարհում անկում ապրեցին մոտավորապես 4 կամ 5 անգամ։ 5 հսկայական թիվ է։ Բացի Հայաստանից, ես չեմ կարող բոլորին հետևել վիճակագրել։ 0,1% է։ Բայց Հայաստանում չարտացոլվեց, իսկ դա նորմալ չէ, որովհետև մենք ածխաջրածինը նույն տեղից ենք ստանում։ Ինչ որ ձևավորվում է գինը համաշխարհային բորսաներում։ Եվ այնտեղից է թելադրվում, բայց սա պարադոքս է, պատասխան չունեցող։ Ես չունեմ այդ հարցի պատասխան, ես տեսնում եմ այստեղ կրիմինալ։ Արտուր Հովհաննիսյան, Նարեկ Բարսեղյան, Առաջին լրատվական։